Ողջույն, շարունակում ենք ուրեմն Linux-ի դասընթացը, այս դասընթացում կխոսենք ոչ հրամանի մասին։ Ինչ է ոչը, ոչը, ասենց ասած, հա կրկնում է այլ հրաման, այսինքն այն աշխատում է այլ հրամանի հետ եւ այն անընդհատ կրկնում է։ Սա շատ օգտակար է, որպեսզի մենք տեսնենք մյուս հրամանի output-ը, հա, ժամանակի մեջ, հա, ոնց որ ասում է live tracing անենք։ Հիմա օրինակը կբերեմ, դուք կհասկանաք։ Օրինակ առաջի հրամանը watch, հա, -d difference եւ free հրամանը, որը մեր memory-ն է ստուգում մեգաբայթերով ցույց տանք։ Ինչ է անում bin difference-ը, ոչ ուրեմն անընդհատ կրկնում է free m հրամանը եւ ցույց է տալի տարբերությունը։ Այստեղ անենք, հիմա տեսեք որոշակի ժամանակը մեր free հրամանը կատարվում է եւ ուրեմն bin ոչ-ի ցույց է տալի այս տարբերությունը, որպեսզի այստեղից դուրս գանք, մենք անում ենք control c Muse option-ը հավաքենք watch -n make free -n ինչը n-ը n-ը դուք կարող եք նաև n-ի փոխարեն հավաքեք ինտերվալ, հա։ Սա ուրեմն այս հրամանը շատ արագ, հա, 1 վայրկյան է, եթե ճիշտ եմ հիշում, 1 վայրկյանը մեկ ոնց որ ցույց է տալի free հրամանը, դա կատարում է free -m հրամանը, այսպես։ Եվ դուք տեսնում եք ուրեմն արդյունքը։ Սա ինտերվալն է, որի միջոցով դուք ուզում եք կատարվի տվյալ հրամանը։ Կներեք -n1-ը զրո ամբողջ 1 ոնց որ վայրկյանը, հա, դա կարող ենք ուրեմն հավաքել watch ուրեմն n, տեսնենք -n-ը այստեղ կա, հա, կներեք վայրկյանը, այո, ես ճիշտ եմ։ Սա նույնպես կարող եք դուք կատարել նույն բանը -p-ով, precise, հա, ավելի ճշգրիտ երևի ձևով եւ էլի տեսնում ենք արդյունքը։ Так, մյուս հրամանը ուրեմն watch -t free -n, ինչ է սա, -t-ն կարող եք նաեւ կատարել -t-ի փոխարեն գրել no title, այսպես։ Run Ես այս option-ը օգտագործում եմ, որպեսզի header-ների մասը մենք, ասենց ասած, թռնով անենք, հա, տեսեք, օրինակ բերեք տարբերությունը ցույց տամ եւ դուք տեսնում եք այստեղ header-ը։ Հա, այստեղ նաեւ գրում է ամեն 2 վայրկյանը 1։ Այս դեպքում այս header-ը չկա։ Մյուս option-ը ուրեմն watch -b, -b-ն դա նույն կարող եք հավաքել երկու հատ գծիկ beep free -m Так, ինչու եմ սխալ հավաքել, հա, n եմ հավաքել, կներեք։ Այս հրամանը ուրեմն beep այսպես ձեն կանի, եթե հրամանը non-zero exit է տալի, non-zero exit նշանակում է, եթե հրամանը սխալ է կատարվում, բերեք օրինակ ինչ որ տեսեք ձեն հանեց, ես կատարեցի, եթե օրինակ free եմ անում, ձեն չկա, այսպես։ Չգիտեմ այդ ձենը լսելի է թե չէ։ Այս հրամանը free -ը սխալ է եւ հրամանը եթե կատարվում է, այն ճիշտ է կատարվում, այսինքն համակարգի տեսանկյունից այն 0 exit ունի, հա։ Սա non-zero exit է։ Մյուս հրամանը watch ուրեմն -e free -m Այս հրամանը կատարվում է, սակայն այս հրամանը, եթե օրինակ free հրամանը դժվար, բայց եթե ինչ որ հրաման կատարում եք եւ այն սխալ է, error է ցույց տալի, հա, այդ error-ը այսպես ասած դուք տենում եք, էկրանը սառնում եք, կոպիտ ասած դուք մենակ տեսնում եք այդ error-ը, հետո հրամանը չի կատարվում եւ այն դուրս է գալի, հա, այսպես ասած այս հրամանը դուրս է գալի եւ դուք էկրանին ոնց որ տեսնում եք error-ը, որը կատարվել է, բերեք, տենենք աշխատի այսպես։ Տեսնում եք, որ սա սառել է եւ ասում է, որպեսզի հրամանը կատարվել է non-zero status ունի, դուք պետք է ցանկացած key սեղմեք, որպեսզի դուրս գաք։ Սեղմում ենք եւ դուրս են գալի։ Watch -g, հա, free -n Սա ինչ է նշանակում, սա նշանակում է, եթե ինչ որ բան փոփոխվում է,
Հիշում եք նախորդ հրամանները, որ կատարում էինք, ուրեմն free-ն փոփոխվում էր, սակայն այս դեպքում եթե ինչ որ փոփոխություն է կատարվում այստեղ, այն անմիջապես դուրս է գալիս։ Եվ կարող եք հավաքել watch minus h, որպեսզի տեսնեք, թե էլ ինչ ուրեմն հրամաններ, էլ ինչ option-ներ կան մեր watch-ի համար։ Կարող եք հավաքել ուրեմն watch minus v, որպեսզի տեսնեք version-ը։ Այսքանը այս դասի համար, հուսով եմ հասկանալի էր։